Շարունակում է մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, ես վստահ եմ, որ բոլորին հետաքրքրող թեմայի ենք այսօր անդրադառնում, առաջարկում եմ անպայման հետևել մեր զրույցին։ Մայիսը մաշկի քաղցկեղի եւ մելանոմայի իրազեկման ամիս է, ինչ է մելանոման եւ ինչպես է այն տարբերվում այլ մաշկային քաղցկեղներից, որոնք են դրա առաջացման հիմնական պատճառները եւ որքանով է կարեւոր արևից պաշտպանվելը կանխագերման համար, նախազգուշացման նշաններ եւ խորհուրդներ մաշկի ինքնաստուգում եւ կասկածելի նշանների դեպքում գործելու համար ինչ պետք է անել, այս եւ ես վստահ եմ մի քիչ ավելի շատ հարցեր կտամ մեր հյուրին, որպեսզի մեզ հետևող հեռուստադիտողը ստանա ամբողջական պատասխան, խոսելու ենք մեր հյուրի հետ։ Ես սիրով ներկայացնեմ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամբուլատոր դիսպանսեր հսկողության բաժանմունք եւ ընդունարանի ղեկավար ուռուցքաբան վիրաբույժ Հրայր Հակոբյանն է մեր հյուրը։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք։ Ամառն եկավ, էլի մաշկային խնդիրները սկսվեցին, հա։ Իրականում ամառը մաշկային խնդիրները ավելի ակտուալ են դառնում, բայց ամբողջ տարվա ընթացքում մաշկի ուռուցքները, մաշկային խնդիրները ակտուալ են։ Խոսենք մաշկային ուռուցքներից, մաշկային ուռուցքները լինում են բազալյոմաներ, տափակբջջային քաղցկեղ եւ մելանոմաներ, որոնք հիմնականում առաջանում են պիգմենտային գոյացություններից, որոնք մաշկային քաղցկեղների մեջ ամենաագրեսիվ ուռուցքներն են, բարեբախտաբար ավելի քիչ հանդիպող, քան մնացած չարորակ ուռուցքները, մոտ 10% հավանականությամբ, բայց բարձր մահացությամբ, մոտ 80% մահացությամբ դեպքեր են, որ պետք է շատ զգոնություն բերի ժողովրդի մոտ, մաշկային բոլոր խնդիրների դեպքում, նամանավանդ պիգմենտային գոյացությունների դեպքում, ցանկացած խնդրի դեպքում դիմել համապատասխան մասնագետին։ Մարմնի որ հատվածում ավելի շատ վտանգավոր այդ ուռուցքածին այդ վիճակները։ Նայեք, մաշկի մելանոմաների մասին է խոսքը, թե ընդհանրապես մաշկի ուռուցքի։ Մաշկի ուռուցքները կարող են առաջանալ ցանկացած տեղում։ Մելանոմաները հիմնականում առաջանում են տղամարդկանց մոտ իրանի շրջանում, կանանց մոտ վերջույթների շրջանում, գլխի մազածածկ հատվածում, բայց առհասարակ հիմնականում կարող են առաջանալ ցանկացած մաշկի ցանկացած հատվածներում։ Հաշվի առնելով, որ առաջացման պատճառները ուլտրամանուշակագույն ճառագայթներն են, հիմնականում առաջանում են այն հատվածները, որոնք անընդհատ գտնվում են բաց վիճակում, դեմ, գլուխ, վերջույթներ։ Ինչպես են իրենք արտահայտվում, այդ ոնց կարելի է նկատել, կամ եթե մարդը նկատել է, հասկանա, որ այն պետք է արդեն շտապ։ Ուրեմն մաշկի ցանկացած գոյացություն, ցանկացած վերքային մակերես, որը 15 օրվա մեջ չի լավանում, դա արդեն ահազանգ է, որ ունենք խնդիր, ու անպայման պետք է դիմել բժշկի։ Իսկ մելանոմաների պարագայում իրանք ավելի հեշտ է հայտնաբերել այն առումով, որ ունենք պիգմենտացիա հիմնականում, չնայած ունենք մելանոմաների ձևեր, ոչ պիգմենտային ձևեր, բայց հիմնական ձևերը պիգմենտային են, որոնք ունեն գունակ, լինում են հիմնականում շագանակագույն կամ սև գույնի ու ցանկացած փոփոխություն այդ եղած խալի կամ նոր առաջացած խալի, այսինքն գույնի փոփոխություն, չափի փոփոխություն, խոցոտում, արյունահոսություն, դա արդեն խոսում է, որ ունենք լուրջ խնդիր։ Բժիշկ, սովորաբար հիմա շատ են խոսվում այն մասին, որ արևապաշտպան քսուկները հենց իրենք են քաղցկեղ առաջացնում, ոմանք ասում են ճիշտ հակառակը, առանց դրա պարզապես չի կարելի դուրս գալ, անգամ սկսած արդեն ապրիլ-մայիս ամիսներից։ Հիմա իրականում եկեք հասկանանք, իրապես նրանք են հենց առաջացնում քաղցկեղ, թե իրապես առանց նրանց չի կարելի ամռանը առանց նրանց իրապես չի կարելի։ Ոչ միայն ամռանը, հիմա ընդհանրապես ամբողջ տարվա ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել արևապաշտպան կրեմներ, որովհետև բացի արևից ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը կարող է լինել նաև անպամած եղանակներին, կարող է լինել նաև ոչ արևոտ եղանակներին։ Դրա համար անպայման պետք է օգտագործել, ամառվա ամիսներին պետք է օգտագործել 50-ից բարձր ինդեքս ունեցող արևապաշտպան կրեմներ, իսկ մնացած եղանակներին 30-ից բարձր։ Այսինքն այդ միֆ է, որ արևապաշտպանները քաղցկեղ են առաջացնում։ Պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ունի երկու սպեկտր եւ AB, երկու սպեկտրներից էլ պաշտպանում է։ Մեկի դեպքում առաջանում է մաշկի քաղցկեղ մելանոմաներ, մյուսը բերում է մաշկի կնճռոտության եւ ծերացման։ Արևապաշտպան կրեմները դա Ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ կապված ամեն ինչ պարզ է, ինձ հետաքրքիր է այդ շամպունները որ կան։
առհասարակ իրանցից հնարավոր է մաշկային լուրջ խնդիրներ անորակ շամպունից կամ նմանատ քաղցկեղածին ինչ-որ բաներ հնարավոր է գլխի շրջանում։ Քաղցկեղածին չէ, ավելի շատ ալերգիկ երևույթներ կարող են առաջանալ այդ անորակ շամպուններից, նրանք պետք է զգուշ լինել, օգտագործել ավելի որակյալ միջոցներ։ Քանի որ ես մի քիչ իմ արդեն փաստորեն պարզվում է սառը ջուրը ինքը սառը ջրով լվացվել է օրվա մեջ մի քանի անգամ ինքը մաշկի համար լավ է թե դա միֆ է։ Նորմալ ինքը տենց ոչ վատ է, ոչ լավ։ Ոչ վատ, ոչ շատ սովորական երևույթ։ Ալերգիկ երևույթներից ավելի խուսափելու համար լավ չի սառը ջուրը։ Սառը ջուրը դե սովորական որ ասեմ ինչ-որ բանով օգուտ է տալիս կամ վնաս է տալիս, տենց սովորաբար ամռանը փորձում են, չէ՞, տեսակ ցնցուղներ ընդունել շատ սառը ջրով։ Ես գիտեմ, որ նյարդերի համար սառը ջուրը ինքը ընտիր բան։ Իմունային համակարգը ակտիվացնում է, իմունիտետը բարձրացնում է։ Երբ կանայք հատկապես արև չկա, իրենք օգտվում են այդ սարքավորումներից, որպեսզի ստանան, այո, ես երբևէ չեմ արել եւ սարսափելի վախենում եմ, բայց մարդիկ կան, ովքեր ծիծաղում են, ասում են, որ դա հին տենց պատկերացումներ են, իրականում իրենք անվնաս են, այդպես է։ Իրականում իրենք ավելի վնասակար են, քան արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Նույն սոլարիները աշխատում են ուլտրամանուշակագույն ճառագայթներով, ցանկացած ուլտրամանուշակագույն ճառագայթ նույն ազդեցությունն է թողնում մաշկի վրա։ Իսկ դուրս է գալիս մեկ էլ ինչից որ խուսափում ենք, մենք գնում ենք հենց իր հետևից։ Ու ապացուցված է, որ սոլարիների այդ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը մոտ 6 անգամ ավելի շատ վնաս է տալիս, քան սովորական արևի։ Այսինքն, եթե մարդը ունի նոր առաջացող քաղցկեղային բջիջներ, որի մասին դեռ չգիտի, միանգամից կարող է ակտիվություն նկատվել։ Չունենալու դեպքում էլ ինքը կարող է առաջանալ։ Կարող է, ոչ թե կարող է, առաջացման պատճառներից մեկը հենց ուլտրամանուշակագույն ճառագայթներն են։ Ցուցումներ չկա, երբ կանայք գնում են իրենց չեն ասում այդ մասին։ Դե բիզնես են անում, երկրներ կա, որ ընդհանրապես արգելված է։ Մինչև 18 տարեկան ընդհանրապես հակացուցված է այդպես բաներ արհեստական արևայրուքներ անելը, իսկ երկրներ կա, որ բացառապես արգելված է արհեստական սոլարիների հետ։ Երբ իրականում հիմա ծովափյան շրջանը սկսվում է եւ մարդիկ ասում են գնանք D վիտամին ստանանք եւ չգիտես ինչու իրենք մտածում են, որ գեղեցիկ այսպես արևարույք, ինչ են ասում դրանք, այրուք, կարելի է ստանալ հենց անմիջապես արևի ճառագայթների ներքո ու դե կսում են այդ արևապաշտպանը եւ պարկում են արևի տակ, սա ինչ ազդեցություն կարող է ունենալ հետո։ Արևայրուքը ինքը հենց մաշկը այրում է, ինքը բառը ասում է, ինքը վիտամին D-ի սինթեզի համար պահանջվող դոզան արևի ու արևայրուքի դոզան նույնն է ու ինքը վիտամին D-ն սինթեզելու համար նույն ազդեցությունն է թողնում, ինչ որ քաղցկեղի առաջացման համար դոզան է։ Իսկ ինչ անեն այդ դեպքում, ոնց վիտամին D ստանալ։ Միաժամանակ չի կարելի միանգամից մեծ չափաբաժնով այդ արևային լոգանքները ընդունել, կարելի է բաժանել մասերի քիչ-քիչ եւ ճիշտ ժամանակը ընտրել։ Օրինակ առավոտյան ժամերը մինչև 10-10:30 մաքսիմում մինչև 11, մեկ էլ ժամը 5-ից հետո։ Իսկ կեսօրի տապին չի կարելի ընդհանրապես արևի ուղղակի ազդեցության տակ։ Անկամ արևապաշտպաններով։ Անկամ արևապաշտպան կրեմներով։ Բայց իրականում կա սրա մեջ շատ մեծ ճշմարտություն, որովհետև բացի այն որ բժիշկը ասում է, ես օրինակ երբ որ, չգիտեմ, որևիցե միտեղ գնում եմ հանգստանալու կամ չգիտեմ, լողավազան եմ գնում, ես այդ ցերեկվա ժամին, որ ասենք փորձում եմ արևայրուք ընդունել, ես զգում եմ, որ ես լավ չեմ զգում ինձ։ Իմ օրգանիզմն ասում է դու ես չես անում։ Մաշկը վառում, հայրում է ու թուլանում է։ հետազոտությունները ցույց են տալիս, որ 3-ից 5 անգամ ստացած այդ մեծ դոզաներով արևայրուքը մոտ 2-3 անգամ բարձրացնում է քաղցկեղների առաջացման հավանականությունը։ Տեսնես մեզ շատ մարդ է լսում, որովհետև իմ կարծիքով մեր հայրենակիցները եւ ամբողջ աշխարհում մանավանդ կանայք աղջիկները ինչքան են, չգիտեմ, գնում արևայրուք ստանալու ու այն ժամերին ես էլ գիտեմ, որ մինչև առավոտ ժամը 11-ը մաքսիմում կարելի է արևայրուք ստանալ եւ իհարկե նաեւ 10-15 րոպեով ոչ ավել։ Եվ նաեւ 5-ից հետո, բայց շատ վտանգավոր բաներ ենք անում մենք։
Եվ երկրորդը գեղեցիկ չի, երբ որ սպիտակամ աշկ մարդը դառնում է սև։ Ես իրականում չգիտեմ դրա գեղեցիկը որն է, բայց ես այդ մասին, թե մինչև ժամը քանիսը, մաքսիմում 11-ը դուք նշեցիք, կարելի է այսպես ասած օգտվել արևի ճառագայթներից, ընդհանրապես 22 տարի առաջ էր, երբ իմ աղջկա մանկական բժիշկը ասաց, որ պետք է դուրս հանել երեխային մինչև ժամը 11-ը, եթե ուզում եք, որ ինքը վիտամին D-ից էլ օգտվի, եւ ես այդ ժամանակ հասկացա, որ դրանից հետո արևը վնաս է։ Եվ քանի տարի է փորձում ենք այն որ ասում են մեզ պաշտպանել։ Հիմա իրականում նաեւ կանայք սովորաբար գնում են հարստական ճանապարհով, ապարատուրային տարբերակով ազատվելու պիգմենտներից։ Իրականում իրենք կարիք ունեն անպայման մասնագետի խորհուրդ, ինչ պիգմենտ է դա, եւ հետո հեռացնել եւ արդյոք դա կարելի է հեռացնել։ Միանշանակ առանց մասնագետի խորհրդատվության ոչ մի հեռացում չի կարելի անել, որտեղ նույն մելանոմաների առաջացման պատճառների մեջ կոսմետիկ միջոցով ոչ լիարժեք հեռացած պիգմենտային խալերն են։ Այսինքն եթե լիարժեք չի հեռացում, դա կարող է պատճառ հանդիսանալ հետագայում մելանոմայի համար, առաջացման համար։ Խալի հեռացումը, իսկ սովորաբար ուղղակի շագանակագույն փոքրիկ պիգմենտները, որոնք պիգմենտացիաները, դրանք նույնպես ցանկալի է, որպեսզի մասնագետը խորհրդատվություն ունի, հետո արդեն հեռացման եղանակի ընտրությունը պացիենտին է, որտեղ կուզենա թող հեռացնի։ Իսկ եթե մաշկը գտնվում է այնպիսի հատվածում, որ ինքը անդադ շփվում է արևի հետ եւ չունի ցուցում հեռացնելու, այնուամենայնիվ ամռանը մարդը ունի խուսափելու, հա, պատճառ արևից անդադ պահելու խալը հեռու ինքնես։ Միանշանակ։ Ինքը այն խալերը, որոնք որ գտնվում են արևի անընդհատ ազդեցության տակ կամ գտնվում են նենց հատվածներում, որ մեխանիկական տրավմայի է ենթարկվում, դրանք պետք է շատ ուշադրության տակ պահել, կամ պրոֆիլակտիկ դրանք պետք է հեռացվի, կամ եթե չի հեռացում, անընդհատ պետք է դրանց պաշտպանել։ Ունենք դեմքի վրա գտնվող խալերը պետք է արևապաշտպան կրեմներով, լայն եզր գլխարկներով պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ինչպես են հասկանում խալը ինքը վտանգավոր է հեռացնելը թե չէ։ Հեռացնելը թե խալը վտանգավոր է թե չէ։ Խալը վտանգավոր է թե չէ։ Խալը հեռացնելը վտանգավոր չի, ցանկացած խալ կարելի է հեռացնել։ Հեռացնելու իմաստը հենց պրոֆիլակտիկ իմաստով հեռացումը, որպեսզի ինքը չվերափոխվի, չդառնա մելանոմա։ Ամբողջ աշխարհում ընդունված է ավելի լավ է մենք պրոֆիլակտիկ հեռացնենք։ Իսկ ցանկացած խալ կարելի է հեռացնել։ Ցանկացած խալ կարելի է հեռացնել։ Այո։ Խուսափելու հետագա բարդություններից։ Իսկ վտանգավոր է թե չէ, ցանկացած փոփոխություն խալի, գույնի փոփոխություն, եզրերի փոփոխություն, կարող է առաջանալ մակերեսին հանգուցավոր գոյացություններ, վերքեր, անողություն, դրանք արդեն խոսում են խալի վերափոխման մասին։ Ես ունեցել եմ նման փորձ, դրա համար եմ վստահ ասում, որ հնարավոր է եւ լսել եմ շատ մասնագետների կարծիք, որ հատկապես երբ արևի հետ ուզես չուզես ինքը անընդհատ շփվելու է, շատ ավելի ճիշտ է հեռացնել։ Եվ իրականում հիմա չգիտեմ որքանով են մարդիկ իրազեկված, այնուամենայնիվ ինտերնետը իբր, հա, մի քիչ էլ գուցե անգրագետ ինֆորմացիա էլ, բայց տալիս է որոշակի ինֆորմացիա։ Դուք ոնց կգնահատեք այսօր հասարակությունը ավելի իրազեկված եւ ավելի գրագետ է իրեն պահում այդ առումով, թե այնուամենայնիվ անտարբեր են եւ չգիտեն ինչ պիտի անեն։ Դե այսպիսի հաղորդումների շնորհիվ իրազեկումը գնում է, բավականին որ բավականին բարձրացել է իրազեկման աստիճանը, բավականին ուշադիր են, բայց դե էլի լինում են բարձրացող դեպքեր, որ դիմում են ահագին։ Դե բայց դա հետաքրքիր է, ո՞ւմ պետք է թե ուշադիր են ինֆորմացիան ունեն, բայց ամռան ընթացքում այդ սոլարիները, այդ արևայրուքները, կրեմ չօգտագործելը, հիմա ես իմ մասով ասեմ, ես գիտեմ, որ սարեր են բարձրանում, այնտեղ ես պետք է արևապաշտպան պարտադիր գցեմ, որովհետև այնտեղ ահավոր մի քանի անգամ ահավոր ուժեղ է արևը ուլտրամանուշակագույն ճառագայթները եւ շատ ժամանակ այդ հոտից, որովհետեւ քայլելու ընթացքում բնականաբար քրտնում ես եւ ինքը մի տեսակ տհաճ զգացողություն կա, անդադ քթիդ մեջ այդ վատ հոտերն է, դե այդ արևապաշտպաններն են սպეციფიկ հոտեր ունեն շատ սուր։ Չեմ քսում, փորձում եմ ուրիշ բան անել, հետո գալիս եմ տեսնում եմ ամբողջ դեպքս այրված է, վառված է, հետո շաբաթներ շարունակ ես փորձում եմ դեմն առնել կամ լավացնել։ Բարձրադիր գոտիները նույնն են, ոնց որ արևի տակ լինես, իրանք ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը ավելի ուժեղ է։ Դե քամին էլ մի քանի անգամ ուժեղացնում է։
Հետաքրքիր է, հիմա պիտի մեր տատերը կասեին, հա, բա մենք մեն ժամանակ դաշտերում, արևի տակ, այդքան գործ էինք անում եւ այլն, որտեղ մարզերում այնուամենայնիվ եւ արևն է մի քիչ ավելի կիզիչ եւ իրենց աշխատանքն է ուզեն չուզեն օրվա մեջ այն ժամերին, որ արևը ամենակիզիչն է։ Կարելի է ջուր ստատիստիկա հասկանալ, որ խնդիրներ այդտեղ ապրող մարդկանց մոտ ավելի շատ են նկատվում։ Թե ինչքան անտարբեր, այնքան բան չի։ Միշտ էլ եղել են, ուղղակի ձեր ասած այդ իրազեկումը մարդկանց հասցնելու խնդիրն է եղել ու մաշկի գույնից կախված ինչքան մաշկի գույնը բաց է, այնքան այդ մաշկային ուռուցքներով, մելանոմայով հիվանդանալու հավանականությունը ավելի մեծ է, բարձրանում է։ Եղել են, ուղղակի բանի տեղ չեն դրել ամենայն հավանականությամբ։ Անցել գնացել է ասма, բանի տեղ։ Բացի դրանից, ինչպես բոլոր ցանկացած ուռուցքային հիվանդություն, մելանոմաները մաշկի հիվանդություններն էլ իրենք հիվանդությունը ունի աճի տենդենց։ Ամեն 15 տարին մեկ կրկնապատկում է հիվանդացության ցուցանիշը։ Ինչու է պայմանավորված։ Մուտացիաներով, էկոլոգիայով ամեն ինչ արդեն իր ազդեցությունը թողնում է։ Այ էկոլոգիան ասացիք, հետաքրքիր է, էլի մենք դες լեգենդներ լսում ենք, հա, արևի ճառագայթներն են դարձել վնասակար, օզոնային շերտն է։ Օզոնային շերտը բարակել, ուլտրամանուշակագույն ճառագայթները ավելի ներեցեք ուժեղ են արդեն նավտում։ Հետաքրքիր է, որովհետև ես հիշում եմ, որ կորոնավիրուսի ժամանակ ասում էին, որ, չգիտեմ, թռիչքների այդ արգելմամբ, հա, եւ շատ գործարանների չաշխատելու պատճառով նաև եղել է լավ բան, վերականգնվել է օզոնային շերտը բավական, որովհետև այդ թունախիմիկատները չեն եղել, չգիտեմ սա ճիշտ է թե ոչ, իրականում թե այդպես է, մենք որոշակի աճ դեպի դրական առումով, հա, տեսնում ենք այդպիսի բան, թե դա էլ է միֆ։ Չէ, ինքը ցանկացած ուռուցքային հիվանդություն, ինքը տենդենց գնում է դեպի աճի բոլոր հիվանդությունների ժամանակ։ Ես չգիտեմ այս հարցը կարելի է ձեզ ուղղել թե ոչ մասնագիտական առումով, բայց վերջերս էլի կարդացի, որ հիմա օծանելիքները եւ իրենց բաղադրությունները, որ անմիջապես դեմաշկի վրա է, իրենք կարող են ունենալ այդ տեսակ հետևանք։ Սա իրապես ճշմարտություն է, կարող է լինել։ Դա կախված է բաղադրությունից, ինչ են օգտագործում։ Եթե այնտեղ քաղցկեղածին նյութեր են օգտագործում, հնարավոր է։ Կա նմանատիպ պրակտիկա։ Վերջերս ես այս բաների չեմ հանդիպել, առաջներում հնարավոր է, որ չէին հետևում, չէին, բայց հիմա ավելի քիչ հավանական է դրա։ Սովորաբար ասում են, որ դրանք շատ են ամենալավ օծանելիքներն են, որոնք ունեն հետաքրքիր քիմիական միաձուլումներ, որոնք տալիս են անկրկնելի լավ բույր, բայց իրենք ունեն իրենց հետևանքները եւ Նույնիսկ ասում չգիտես, հիմա հագուստին է պետք է օծել, թե մաշկին անմիջապես։ Կոնկրետ չեմ կարող ասել, բայց կախված է բաղադրությունից։ Եթե օգտագործում են ինչ-որ նյութեր, որոնք քաղցկեղածին։ Բայց ո՞նց իմանան այդ քաղցկեղածին է բաղադրությունը։ Օրենքով պետք է բաղադրիչները գրվի տուփի վրա։ Ինձ հետաքրքիր է, ինքը վարակովի հիվանդություն է, մելանոման։ Չէ։ Իսկ դու եթե շփվես նման բացարձակ չէ։ Ես թվում քաղցկեղը ոչ մի բան վարակիչ չի կարող լինել։ Չէ, ինչի հարցը տվեցի, որ ինքը բնականաբար ինչ-որ տենց վերքա լինում։ Չէ, ինքը վարակիչ չէ։ Հետաքրքիր է բժիշկ, դուք ասացիք, որ չկա այդպիսի խալ, որը հնարավոր չի հեռացնել, հա, այսպես ասած։ Հնարավոր չի, ցանկացած խալ կարելի է հեռացնել։ Կարելի է հեռացնել։ Էլ չասեմ այն մասին, որ լավ, ինչ որ կարող է, ինչ որ պաթոլոգիաներ կան եւ այլն, չգիտեմ, որովհետեւ շատ հաճախ ես հանդիպում եմ մարդկանց, ովքեր ունեն նկատելի, հա, դեմքի վրա, այո, մեծ, ես չգիտեմ, դրան խալ են ասում, ինչ որ գոյացություն են ասում, որոնք ուղղակի սովորական է, պիգմենտային խալ չեն, բայց իրենք չեն հեռացվում։ Ես վստահ եմ, որ այդ կանայք անհնար է, որ չցանկանային, հա, ավելի էսթետիկ տեսք ունենալու համար, ի՞նչն է պատճառը, որ ոչ թե պատճառը հնարավոր, ինքը ինչքան մեծ է խալը, հսկա խալերը իրանք չհավորականալու վտանգը ավելի մեծ է, մոտ 50% ավելի հավանականություն մեծ է մելանոմա դառնալու, քան փոքր խալերը։ Այստեղ հարցը ուրիշ է, այստեղ հեռացնելուց հետո դեֆեկտը փակելու խնդիրն է, եթե ինքն այնպես տեղավոր գտնվում է դեմքի վրա կամ կոսմետիկ լուրջ խնդիրներ կարող առաջանալ, այդ դեպքում մենք պետք է արդեն մեր պլաստիկ վիրաբույժների օգնությանը դիմենք, բայց ոչ միշտ է հնարավոր լինում այնպես վերականգնել դեֆեկտը, որ պացիենտին դա գոհացնի։ Դրանով է պայմանավորված այդ մեծ խալերի չհեռացնելու կամ հեռացնել միայն ըստ
ցուցումների, եթե ինչ որ բարդություններ են առաջանում։ Բայց եթե ես չեմ սխալվում, մի ժամանակ շատ էր դեպքերը, երբ որ խալ են հեռացնում եւ մարդիկ մահանում են։ Դե նայեք, ինքը խալը հեռացնելուց չէ մահանում։ Այդ խալերը արդեն վերափոխվել, ձևափոխվել, դառել են մելանոմաներ։ Այդ դեպքում հեռացնելուց հետո հնարավոր է բարդություններ լինում են։ Մելանոման, եթե մանավանդ վաղ փուլերում են հայտնաբերում, դիմում բժշկի, ինքը ունի մետաստազավորման հատկություն։ Մետաստազներ է գնում եւ ցավոք սրտի այդ բուժումների ֆոնի վրա հիվանդը մահանում է։ Դա ոչ թե խալը հեռացման պատճառ է, այլ մելանոման է լինում արդեն հեռացնելուց հետո բարդությունը։ Իրականում թիրախային են երեխաները ավելի թե մեծահասակները։ Երեխաների մոտ այդ արևայրուքները բանը ավելի ուշադիր պետք է լինել, ավելի նուրբ երեխաների մաշկը, բայց բարեբախտաբար երեխաների մոտ ավելի քիչ է հանդիպում դրանք։ Երեխաների մոտ հիմնականում այդ հսկա խալերից պետք է զգույշ լինել, ի ծնե ունենում են հսկա խալեր, որոնք վերափոխման հավանականությունը բավականին բարձր է, մոտ 50% է դրանց վերափոխման։ Այդքան ավելի լավ է, ավելի արագ դարվի, ավելի արագ կամ հեռացվի, եթե հնարավոր է, եթե չէ, շատ ուշադիր լինել, շատ զգույշ լինել, չվնասել, արևապաշտպան կրեմներով պահել, համապատասխան պաշտպանիչ հագուստ հագնել, ուլտրամանուշակագույն ճառագայթներից զերծ մնալ։ Եթե մենք խոսենք տարածաշրջանից, որտեղ մենք ապրում ենք, իրականում կա նաև այդ առանձնահատկությունը, որ օրինակ մեր տարածաշրջանը ինչ որ առումով հաղթում է, կան վայրեր, որտեղ այդ խնդիրը գուցե շատ ավելի ակտուալ է։ Ամենաշատ տարածվածը մաշկի քաղցկեղների մելանոմաները գրանցում են Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Եվրոպայում հիմնականում սպիտակամ մաշկերի մոտ։ Մեր մոտ միջանկյալ դիրք է գրավում, մեր մոտ հաշվի առնելով որ բնակչության մի մասը ունի թուխ մաշկ, մի մասը սպիտակ, հիմնականում սպիտակամ մաշկների մոտ է հանդիպում։ Դա էլ բախտերից չվերեցին։ Ինչի իմը վերել է։ Դու չգիտեմ։ Դու սպիտակ չես։ Չէ։ 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 Դե սևամորթել չեք։ Դե ասում էին թուխ եմ, ասում ես ինձ մտածում եմ դրանից պիտի պաշտպանեմ։ Չնայած ես արև երբեք առանձնապես ոչ թե չեմ սիրել, արև շատ եմ սիրում, բայց ես միշտ խուսափում եմ։ Ավելի ճիշտ է արևից պաշտպանվել, ավելի լավ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվել, քան խնդիրը լուծել։ Ինչ անել, լավ, դուրս չգալ այդ ժամին, թե եթե դուրս գալ, օրինակ դուրս գալ գլխարկով, փակ հագուստով, դա տարբերակ է, այսպես ասած, փախուստի։ Ну, այդ ամենաուժեղ արևի ժամը, եթե հնարավոր է խուսափել դուրս չգալ, կարելի է խուսափել, իսկ եթե դուրս եք գալիս, անպայման արևապաշտպան կրեմներով, գլխարկներով, ակնոցներով, բամբակի երկարաթև հագուստով Ճիշտը դուրս չգալն է, ամեն դեպքում ես բամբակի երկարաթև հագուստով Երևանում 45 աստիճանի տակ։ Դե 45-ի ժամանակ բարձա որ ճիշտը դուրս չգալն է։ Ճիշտը դուրս չգալն է։ Ես իրականում երկար ժամանակ խուսափում էի ելի այդ արևապաշտպան քսուկներից, որովհետև անդադ լսում ես, որ իրենց բաղադրությունը այդքան է լավը չի եւ արևի հետ շփվելից իրենք են քաղցկեղ առաջացնում մաշկի։ Դե ապացուցված տվյալներ չկան, բայց առանց արևապաշտպան կրեմների միանշանակ խնդիր կունենաք։ Ճիշտ օգտագործելն է։ Եվ սովորաբար երբ կանացի դեմքի խնամքի քսուկների մեջ կա իբր, հա, ասենք մոտավորապես այսքան տոկոս արևապաշտպան, դրանք այնուամենայնիվ արվում է հենց բացառապես այդ հիմքերով։ Բայց դրանք քիչ են։ Պետք է օգտագործել։ Դե դրանք 15 են, եթե չեմ սխալվում։ 30-ից ոչ պակաս։ Շնորհակալություն, բժիշկ, շատ հետաքրքիր։ Կարևոր ինֆորմացիա տվեցիք դուք։ Այո։ Ես իհարկե չեմ պատկերացնում քաղաքում քայլելուց առաջ այտենց ինչ-որ արևապաշտպան կրեմ կսեմ իմ դեմքին, որովհետև այդ հոտը ուղղակի անտանելի է, բայց կսովորեք, քիչ-քիչ որ փորձեք կսովորեք։ Ես էլ չեմ օգտագործում, բայց դա պետք է։ Հասկացանք։ Մի բան էլ հիշեցի, որովհետև ինձ ասացին վերջերս էլի այդ համապատասխան խանութում, որ երբ օգտագործում ես արևապաշտպան, կան որոշակի այլ տարբերակներ իրենց բաղադրության, որոնք հենց դեմքի համար են, բայց կար հատուկ լվացվելու միջոց, որ պիտի անպայման դրանով լվանաս, ինքը յուղային բաղադրությամբ ինչ-որ հեղուկ է, հետո նոր արդեն այն լվացվելու միջոցով, որով լվացվում ես, այսինքն ինքը ասում են, որ սովորական մարմնի այդ լվացվելու միջոցներով կամ դեմքի լվացվելու միջոցներով չի մաքրվում եւ ծակոտիները պետք է մաքրել դրանից ու առաջարկում են այդպես է թե չէ։ Չէ, սովորական գոլ ջրով կարելի է լվալ, մաքրել, բայց ինքը ոչ թե միանգամյա օգտագործման է, պետք է անընդհատ դա թարմացնել, այսինքն ամեն 2-3 ժամում մեկ պետք է իրան քսել։ Եթե արևապաշտպան կրեմը քսել եք, լողացել եք,
պետք է հետո նորից թարմացնել դա։ Ինքը առավոտը կսեցի, երեկո միջև երեկո չի պահելու, պետք է անընդհատ իրան թարմացնել։ Այս վերջին հարցել տամ, իսկ այս ինֆորմացիան, որ պետք է դուրս գալուց, չգիտեմ, մի կես ժամ 40 րոպե առաջ գրեմը կսես, որովհետև մի անգամից ինքը չի սկսում աշխատել, ճիշտ է դա։ Դե պետք է կսեք միջև ինքը ներծծվի, նոր արդեն ջրի մեջ մտնելը կամ արդեն զգալը արևի։ Հետո մտնում են անմիջապես ջուրը, չէ։ Դե գոնե մի 5-10 րոպե պետք է մնան, որպեսզի ինքը ներծծվի։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր, կարևոր ինֆորմացիա էր, ես վստահ եմ բոլորի համար, հատկապես կանայք, մենք անընդհատ հիշում եմ ընկերներով հենց խոսում ենք, սկսում ենք այս բանակցությունները մեր վեճերի, մեկն ասում է ես գիտեմ կարդացել եմ վնասը, մեկն ասում է ոչ, բայց իրականում ճիշտ է լսել մասնագետի ասում է մեկնաբանությունը եւ իրականում փորձել ապահովագրել, որովհետեւ փաստորեն ամենաանվնաս մի պիգմենտը, որը մեզ թվում է թե անվնաս է, կարող է պատճառ դառնալ լուրջ հետևանքների, դրա համար պետք է նաեւ հետևողական լինել եւ եթե որոշակի շեղումներ եք տեսնում, պարտադիր ոնց նշեց մասնագետը դիմել բժշկի։ Ձեզ շնորհակալություն, հաջողություն ենք մաղթում, սիրելի հեռուստադիտողներ, մեր եթերում գովազդ։